Սիրելիներ, ողջույն, ինչպես եք թանկագիրներս, այսօր ամենահամեղ տորթերից մեկն ենք պատրաստում, հաստատ բոլորդ եք դիտել եք այդ ֆիլմը, տորթ կոչվում է տորթ Մատիլդա, չգիտեմ ֆիլմի անունը ինչպես է կոչում, ինչքան գիտեմ Մատիլդա է կոչվում է այդ աղջնակի անունը, որ ինքը լավ ունակություններ ունի, որ իրենք գտնվում են ինչ-որ մի դաստիարակչական դպրոցում ու իրենց դաստիարակն է կամ իրենց դայակն է, չեմ հիշում այդպես, որ մի քիչ վատ բնավորություն ունի ու այնտեղ մի հատ ուտող խմող երեխա կա, որ այդ համեղ շոկոլադե տորտը այսինքն ձեռքերով բռնում էր ու ուտում, ես միշտ ասում եմ, ինչու իմ անիկում չլինի այս համեղ տորտը։ Ամեն դեպքում պատրաստում է շատ հեշտ, շատ արագ, ամենակարևորը որ հեշտ է, քիչ բաղադրիչներ ունի ու շատ հեշտ է, իր տեսքին նայելով դու մտածում ես որ շատ բան է պահանջում, բայց իրականում ոչ։ Ամենաառաջին բանը որ պետք է անեք, սիրելիներս, կրեմն է, կրեմը շուտ ենք պատրաստում, որովհետև պետք է ժամանակ է պետք, որպեսզի ինքը պնդանա, որի համար օգտագործելու ենք կես լիտր սերուցք, սովորական սերուցք է 28%, կարող եք 33 էլ օգտագործել, խնդիր չկա ու ամենակարևորը պետք է լինի բարձր որակի շոկոլադ, դառը շոկոլադ, 400 գրամ էլ դա ենք օգտագործելու, 100 գրամ կարագ ենք օգտագործելու և վանիլին։ Սկզբից կատարում ենք կրեմի բոլոր քայլերը, հետո նոր անցնում ենք խմորին։ Սիրելիներ, առաջինը ինչպես որ ասեցի, պատրաստում ենք կրեմը, որովհետև 2 ժամ պետք է մնա սառնարանում։ Կրեմի համար անհրաժեշտ է լինելու կես լիտր սերուցք, սովորական սերուցք է, 28% սերուցք է, ունենք 100 գրամ կարագ և ունենք 400 գրամ դառը շոկոլադ, իմ մոտ 50% դառը շոկոլադ է, որքան շոկոլադի որակը լավ լինի, այնքան լավ է ստացվելու, պետք է մանրացնենք ու սերուցքը ես միկրոալիքային վառարանում կտաքացնեմ, դուք կարող եք նաև սովորական կրակին շատ ցածր կրակին տաքացնել, բայց չեռացնել։ Միջ կտաքանա սերուցքը, հիմա ես դժվարությամբ, շատ դժվարությամբ, դուք այնպիսի շոկոլադ վերցեք, որ կարողանաք կտրատեք, իմ մոտ տանը ես սա շատ եմ օգտագործում այս տեսակը, դրա համար սա ունեմ, սա եմ օգտագործում։ Ուրեմն շոկոլադս մի կերպ տեսեք լավ, մանրացրել եմ, սերուցքն էլ արդեն լավ տաք է։ Ավելացնում եմ ամբողջ շոկոլադը, եթե ուզում եք, որպեսզի ձեր կրեմը լինի այդպես ճոխ, ախորժակ բացող կրեմ ու ճիշտ լինի, պետք է բաղադրիչները ճիշտ ընտրեք ու ճիշտ կատարեք բոլոր քայլերը։ Հիմա քանի դեռ տաք է, շատ արագ աշխատում ենք, որպեսզի հալվի շոկոլադը, այնքան ենք խառնելու, մինչև որ շոկոլադը հալվի։ Այդ դրա համար, երբ որ ավելի մանր եք կտրատում, ավելի հեշտ է լինում և ավելացնելու ենք նաև կարագը։ Կարագը շատ կարևոր բաղադրիչ է, չմոռանաք, անպայման պետք է ավելացնեք, որպեսզի ձեր կրեմը լավ փայլ ունենա ու համեղ տեսք ունենա։ Շոկոլադը կարծես թե ամբողջովին հալվել է, մնում է կարագը, էդ էլ հալվի ու վերջ։ Կարելի է ասել ամբողջը հալվել է, երբ որ ամբողջը լավ հալվում է, տեսնում ենք, որ հարթ է, ավելացնում ենք շաքարային վանիլին կամ վանիլին։ Ձեր մոտ որը որ կա, տանը ինչ ունենք, տեսեք, փայլող սիրուն կրեմ է ստացվում, բայց այսպես ջրիկ չի մնալու, այդ դրա համար է ասում, որ պետք է դնեք սառնարանում, դե կախված է սերուցքի և շոկոլադի որակից, թե որքան ժամանակում կրեմը կպնդանա։ Հերմետիկ լավ ծածկում ենք, որպեսզի կեղև չառաջանա, որպեսզի մեր կրեմը հարթ լինի ու փափուկ։ Այսպես, ու դնում ենք սառնարանում, թողնում ենք լավ պնդանա։ Այդ ընթացքում արդեն պատրաստում ենք բիսկվիտը։ Կրեմը ուղարկեցինք սառնարան, հիմա պատրաստում ենք խմորը։ Սիրելիներ, խմորը սովորական բիսկվիտ ենք ընտրել եմ այս տարբերակը, որովհետև իրականում այս բիսկվիտի մեջ նույնպես շոկոլադ էր պահանջվում, բայց ասեցինք այդքան շատ շոկոլադ չօգտագործենք, կակաոյով պատրաստենք, դրա համար օգտագործելու ենք 3 ձու, իդեպ պատրաստելու ենք 2 հատ բիսկվիտ։ Սկզբից պատրաստում ենք մեկը, հետո նույն ձևով պատրաստելու ենք երկրորդը, 3
կեղեցու ենք օգտագործում, 90 գրամ շաքարավազ ենք օգտագործելու ենք 40 գրամ ալյուր եւ 50 գրամ կակաո։ Իդեպ կակաոյով պատրաստվող բիսկվիտները մի քիչ ուշ են բարձրանում, մի քիչ դժվար են բարձրանում, քան սովորական ալյուրով պատրաստվողները։ Չանհանգստանանք, դրա համար միանգամից մեծը չենք պատրաստում, բարձր հետո կտրտում, ավելի լավ է 2 հատ պատրաստենք։ Ինչ ենք անում, ձուն հարում ենք շաքարավազով, հետո ավելացնելու ենք ալյուրն ու կակաոն։ Սկզբից ձուն մի փոքրիկ հարում ենք, հետո ավելացնում շաքարավազը։ Վերջ ձուն եւ շաքարավազը լավ հարվել են։ Հիմա մնացած գործողությունը, ինչպես միշտ ցույց եմ տվել, արդեն 1000 անգամ բիսկվիտ ենք պատրաստել միասին, չէ՞։ Այսպես մաղի միջոցով անց ենք կացնում, շատ կարևոր է։ Ու քիչ-քիչ ես սիլիկոնե գդալով եմ խառնում, դուք ինչով որ ուզում եք։ Այսպես նուրբ աշխատում ենք, հա, իդեպ մոռացա ասեմ, որ ջեռոցը միացրեք, 180 աստիճանում ենք թխելու, քանի որ փոքր բիսկվիտ ենք պատրաստում, սիրելիները օգտագործում եմ 20 սանտիմետր տրամագիծ ունեցող ձևաման, դուք կարող եք մեծի մեջ պատրաստել իդեպ, կրկնապատկել բաղադրիչները, ինչպես որ դուք սիրում եք, քանի որ շատ առատ շոկոլադ է պահանջում, ես մի քիչ մեկը ես շուշուտ եմ պատրաստում խմորեղեններ, աշխատում եմ քիչ չափաբաժնով պատրաստեմ, որ համը չհանենք, էլի ոնց որ այսպես։ Այնպես որ դուք արդեն կողմնորոշեք ինչպես եք ուզում։ Հա, իդեպ 180 աստիճանում ենք թխելու, մոտավոր 30 րոպե, մի քիչ ավելի քիչ, քանի որ քիչ ձու է, բիսկվիտը փոքր է, ավելի հեշտ է թխվելու։ Ուղղակի պետք է ուշադիր լինենք։ Վերջ, խմորս լավ սիրուն պատրաստել։ Հիմա լցնում ենք ձևամանի մեջ եւ ուղարկում ենք ջեռոց։ Սիրուն հարթեցրեք, մի քանի անգամ էլ այսպես։ Սեղանին խփեք, օդը հանեք եւ ուղարկեք ջեռոց։ Կարող եք ատամի չոփիկով այսպես մի քանի հատ էլ ներսը խառնել, ես ասում եմ խառնել, որպեսզի ավելորդ օդը դուրս գա։ Այսպես դնում ենք կենտրոնում ու իրեն պտտելով հասնում մինչև վերջ ու նորից հետ ենք գալիս կենտրոն։ Վերջ։ Սիրելիներ, ուղարկում ենք ջեռոց, ես կպատրաստեմ նաև երկրորդը ու հետո կհանդիպենք։ Բիսկվիտներս պատրաստ են, մեկը մեկից լավ է ստացել, ընտիր բիսկվիտներ են ստացել, ես մեկը դեռ թողել չեմ մտանել։ Սիրելիներ, հիմա թողնում ենք, որպեսզի հովանա, կրեմս արդեն նույնիսկ չափից դուրս պնդացել է, կբաժանեմ 2 մասի բիսկվիտը ու կպատրաստենք տորտը։ Այդ տեսնում եք, որքան լավ թխվել է մեջը։ Ընտիր։ Մի փոքրիկ խտացած կաթը բացում եմ ջրով, որ սրանով խմորները, բիսկվիտները պետք է անպայման թրջենք, սա շատ կարևոր է։ Այս դեպքում տորթը պահանջում է, որպեսզի անպայման թրջենք։ Կրեմը, որ ասում է շատ է, տեսեք, շատ է պնդացել նույնիսկ, որովհետև սա պատրաստում ենք գանաշի բաղադրատոմսով շոկոլադ է։ Այ տեսեք, ինչ հրաշք կրեմ է։ Ես ուղղակի իմ ամենասիրած կրեմներից մեկն է։ Հրաշք, ընտիր ստացվել է։ Հավաքում ենք տորթը, իդեպ կաթի փոխարեն կարող եք կակաո պատրաստել։ Լավ թրջում ենք ու առատ կրեմ ենք քսելու։ Սա էլ է շատ կարևոր։ Իզուր չի, որ առատ կրեմ ենք պատրաստել։ Հիմա յուրաքանչյուր շերտին այսպես կրեմ ենք քսելու ու դնենք երկրորդ շերտը։
Հիմա եզրերն ու երեսն էլ այսպես սիրուն զարդարում ենք, զարդարելի նկատի ունեմ շոկոլադա պատում ենք ու վերջ։ Մեր տորթը պատրաստ է լինելու։ Ընտիր համեղ տորթ, սիրելիներ։ Հետո դնելու ենք սառնարանում մի քիչ համերը իրար գան, հետո անուշ ենք անելու։ Վերջ սիրելիներ, մեգա շոկոլադային Մատիլդա տորթը պատրաստ է, ես հպարտ եմ, ընտիր է ստացվել։ Թողնում ենք մի փոքրիկ սառնարանում, ես 2 հատ տեսանյութ եմ նկարում, կնկարեմ վերջացնում եմ մի 10-15 րոպեից նոր կկտրեմ, դուք 2 ժամ կպահեք, հետո կկտրեք։ Տեսակ չէ ինչ փափուկ հրաշք տորթ է ստացվել, դեր չեմ ասում համը հիմա կփորձեմ, դեռ չեմ փորձել, սիրելիներ ձեր հետ եմ փորձելու, դե ինչ պատրաստեք անպայման, ովքեր պատրաստեն նկարները կուղարկեք ինստագրամով, տելեգրամով կամ ֆեյսբուքով ուղարկեք, ես էլ տեսնեմ ինչպես եք պատրաստել, սիրելիներ, վայելում եմ հիմա։ Հրաշք է, շատ փափուկ ու շատ համեղ, շոկոլադ սիրողների համար ուղղակի դրախտ է։